կանոն։ Խանդերի մտահոգությունը այն է, որ ուզենանք լրացնել, կարող է կազմակերպության օրինակ գործական հռչակել եւ կանոնավորել։ Հիմա արդյոք այս ամենին Եթե նման ցանկություն լիներ, հիմա Հայաստանում շատ լուրջ կլիներ, բայց ինչպես տեսնում եք, Հայաստանում բոլորը ակտիվ աղմկում են, եւ ես չեմ իսկապես անկեղծորեն չեմ հասկանում այս աժիոտաժը Եվրամիության, օրինակ, երբ որ Միացյալ Նահանգների հետ կիբերանվտանգության, նաև կիբերանվտանգության եւ արհեստական բանականության համագործակցության վերաբերյալ հուշագիր ստորագրեց Հայաստանը, փոխհմբռնման հուշագիր, նման ակտիվություն եւ աժիոտաժ չկար, բայց դա էլ է եւս նման գործիքակազմի ընդհանրում, որ կիբերանվտանգության թվից Հայաստանի դիմակայունությունը բարձրացնելու համար։ Պարոն Անդրանյան, քիչ առաջ Հայկ Մամիջանյանն ասաց Հայաստանի Հանրապետության մասին։ Հայաստանը չի կարող իր հարցերը լուծել, որ դիմում է Եվրամիության եւ այսպես ասենք կոպիտ ասած տղա է բերում։ Դա մեր ինքնիշխանություն ինչ է։ Հիմա մենք նորից ենք սկսում մեր ասուլիսը, որովհետեւ այս հարցերին բավականին երկար անդրադարձել եմ եւ խնդրում եմ հետ տվեք եւ նորից անդրադարձել։ Երկուս բառներ։ Նայրա Զարաբյանն ասում է Մասի հարց է տվել։ Չէ, լավ չէ լսում, ներողություն։ Ապա տեղեկատվություն, օրինակ բացեք մի քանի լրատվամիջոցի հիմա այս միկրոֆոնները տեսնում եմ YouTube-յան ալիքները եւ վերնագրերը կարդացեք ու դա կարդում են մեր քաղաքացիները Բացեք չի գտնում։ Չէ, ապա տեղեկատվություն հաստատ չեք գտնում մամուլի ապատեղեկատվությունը Ես ավելի մեծ պապուլի։ եւ նաեւ կան կոնկրետ դե Ժողովուրդ ջան նորից եմ կրկնում այնտեղ կան ֆինանսական անվտանգության հարցեր, որոնք գուցե տեսանելի չեն, բայց նաև այլ երկրների փորձը հաշվի առնելով երևացել է, որ որոշակի ազդեցություններ են կրում նաև այդ համակարգերը, այսինքն թե hardware-ը, թե software-ը, ֆինանսական համակարգերի որոշակի խնդիրներ են առաջանում։ Ռազմավարական հաղորդակցության տեսանկյունից հաճախ բարեփոխումները, որոնք իրականացնում է պետությունը, դրանք թիրախային չեն եւ չեն հասնում լսարանին, սա եւս աջակցության մի ձև է, որը Հայաստանը Երեք պարոն Կոմոյան ասում էր Հայաստանում ուժով ժողովրդավարությունը տապալելու փորձերը պետքա կանխվեն։ Դա ինչի մասին էր այդ պնդումը։ Պարոն Պապարյանը չեք հարցրել, երեք այդ հարցի պատասխանը։ Ժամանակ չկա։ Նկատի ունեմ կա այդպիսի վտանգ, պարոն Անդրանյան։ Այս ժամանակներում ինչի վտանգ ասած կա արկելի շողիկ։